Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, ես Էրիկ Կարապետյանն եմ եւ բոլորիդ սրտանց հրավիրում եմ դիտելու երեկոն շանթում Գրիգի հետ։ Այս երեկոյի ընթացքում Գրիգը կպատմի շատ հետաքրքիր նորություններ, կլինի նոր բոմբ ստենդափ, ականատես կլինեք կամավոր Գևորի փառահեղ մուտքին հայկական հեռուստատեսություն։ Բարև ես էլ, հանեք պաղպաղակը սառնարանից, կանչեք տանեցիներին, որովհետև սկսում է ձեր հով, երեկոն շանթում Գրիգի հետ։ Mattina mi sono alzato, bella ciao, bella ciao. La mattina mi sono alzato e ho trovato l'invasor. Oh partigiano, portami via. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Partigiano, portami via. E mi sento di morire. E se io muoio da partigiano, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E se io muoio da partigiano, tu mi devi seppellire e seppellire in montagna. Bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E seppellire lassù in montagna sotto l'ombra di un bel fiore. Bravo, bravo, bravo Սոնջան, ուղղակի մի հատ հարց առաջացավ իմ մոտ, երեկոյան, որ ինձ ասցիր քո բանկային քարտը մի պահ կարելի է, այդ ինչ էիր ուզում դրանով անեիր, որովհետև ոնց ասում ես Բելա Չաուն շատ թանկ է մեր վրա նստել ու իրիկունը գոնե հաց պանիր Չաուի փող մնացել է, Եկեք տափանենք Սոնա Եսայան դեն ստուդիոյին, Սոնա Եսայանին եւ իր աղջիկներին հրաշալի պարային շոուի համար, ամեն ինչ իսկականից շատ թույն էր, շատ սուպեր պարային շոու, շատ թանկանոց հագուստներ, նես տպավորություն, որ դու մեր հաղորդման մեջ ուրիշ հաղորդում ես անում, կներես, ոնց որ մենք քո հաղորդման մեջ ուրիշ հաղորդում ենք անում, ու ուզում եմ հարցնել, հո չենք խանգարում քեզ, Սոնա ջան, շատ բարդ շոու էր իրականում ու շատ լավ է, որ ամեն ինչ հարթ գնաց, շատ հարթ էր ամեն ինչ, ինչը չեմ կարող ասել իմ
վերնաշապիկի մասին, առավոտվա քո արդյունքած վերնաշապիկի մասին, նայ, միշտ հիշի, ավելի ճիշտ է հարթուկը միացնես նոր հարթուկ ես, անջատած այդքան լավ, չհամաձայն եմ, մի քիչ դժվար է միացնել, անջատել, բայց ամեն դեպքում եկեք լավ ծափարությունով Սոնային ուղեկցենք դեպի իր բարային թագավորություն գնալ Սոնջան։ Դե ինչ կրկին եկավ ուրբաթը մենք մեկ շաբաթ միասին չենք հանդիպել եւ կարոտած հանդիպեցինք կրկին առաջին հաղորդումից հետո արձագանքները շատ էին շատ դրական կարծիքներ ենք լսել ու ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել լավ խոսքերի համար այս ժեստը Լիլիթ Հովհաննիսյանի մենամերգից եմ սովորել ինքդ երկրպագուներին այս ժեստով շնորհակալություն հայտնում միշտ Հենց Լիլիթի խոսքերով էլ ուզում եմ շարունակել։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Ես իմ կյանքում ունեմ ձեզ։ Սիրելի իմ երկրպագուներ, ձեր նման լավ մարդկանց, որ միշտ կողքիս եք։ Ուզում եմ միշտ շատ ուրախ լինեք ու միշտ իմ կողքին գնացինք։ Սա մի անկրկնելի երեկո է Լիլիթի Գրիգի հետ շանքում։ Բարի երեկո, ձեր երեկոները երբեք առաջվանը չեն լինելու։ Ինչ եկավ ժամանակը, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունեցել վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր երկրում եւ միանգամից առաջին լուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես առողջացել է կորոնավիրուսից, մենք իհարկե մեր վարչապետին եւ մեր բոլոր քաղաքացիներին մաղթում ենք առողջություն։ Վարչապետը անցել է արդեն լիարժեք աշխատանքի եւ միանգամից աշխատանքային առաջին օրը փոխել է ԱԱԾ տնօրենին։ Սա վերջին 2 տարվա ընթացքում 3-րդ ԱԱԾ-ի տնօրենն է եւ կան կարծիքներ, որ ԱԱԾ տնօրենին չի կարելի այսքան շուտ փոխել։ Բայց ժողովուրդ, այս պատմության մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Վարչապետը միշտ էլ ասել է, որ այս երկրի իշխանությունը ՀՀ ժողովուրդն է, ու ոնց հասկանում եմ, բոլորս էլ մի օր նշանակվելու ենք ԱԱԾ տնօրեն։ Բոլորիս հերթն է գալու է։ Ով ինչքան կլինի, դա մի քիչ հարց է, բայց բոլորիս հերթը գալու է։ Ու քանի դեռ չի եկել իմ հերթը ԱԱԾ տնօրեն դառնալու, եկեք շարունակենք մեր լուրերը։ Ոստիկանները շարունակում են տուգանել մեքենաների մեջ դիմակներ չկրողներին։ Համացանցում հայտնվել է մեկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են 4 ոստիկաններ կանգնեցնում մեկ մեքենայի, տեսանյութը։ Մենք խնդրում ենք, որ վարորդը անպայման կապ հաստատի մեզ հետ, որովհետև մենք ցանկանում ենք ճշտել, արդյոք 4 ոստիկանները կանգնեցնելուց հետո 4-ն էլ տուգանել են իրեն, թե ոչ, կամ կարողացել է վարորդը տալ 4-ին էլ մեկական վարորդական իրավունք, թե ոչ։ Շատ հետաքրքիր, խնդրում եմ կապնվեք։ Եվ անցնում ենք այսօրվա վերջին լուրին, ինչպես հայտնում է Arena News-ը, օրերս Լոռի մարզի Արջուտ համայնքի անասնապահները, ովքեր արոտի տարած իրենց անասուններին իջեցնելիս են եղել սարերից, հանդիպել են Լոռու մարզային ոստիկանության աշխատակիցներին, ոստիկանները վերջիններիս պահանջել են դիմակները, անասնապահները զարմացել են, թե չոլի մեջ սարերի ծերին ինչ դիմակ, այնուամենայնիվ ոստիկանները որոշել են նրանց վրա տուգանք գրել, բայց պարզվում է, որ ոստիկանների մոտ չի եղել թուղթ, դրա համար ոստիկանները ստիպված տուգանքը գրել են հենց ոչխարների վրա։ Գուցե անասնապահներից պահանջեին ոստիկանները դիմակի փոխարեն դմակ ցույց տային, բայց դիմակ բարդ է եղել ցույց տալ նրանց։ Այո, վերջին օրերին խստացվել է բավականին ամեն ինչ, ոստիկանները աշխատում են արտակարգ ռեժիմով, բոլորին հորդորելով կրել դիմակներ, բայց ոստիկանությունում քչերը գիտեն, որ կա նաև մեկ կամավոր, ով եւս զբաղվում է այս գործով, այս շաբաթազանց բարդ գործով։ Մենք ունենք հատուկ տեսանյութ կամավոր Գևորի արկածներից, հենց հիմա դիտում ենք, վերադառնում ենք ու դիմավորում ենք վերջապես իմ շատ աստղային հյուրերին։ Ողջույն, ես կամավոր Գևորն եմ, ծանոթանանք, ես հայտնում եմ այնտեղ, որտեղ կա վտանգ, ես լսել եմ, որ քաղաքում շատերը չեն հագնում դիմակ, մենք կգնանք քաղաք և կստիպենք մարդկանց, որ կրեն դիմակներ և պահեն սոցիալական հեռավորություն, կամավոր Գևոր, արծիվ։ Ծանոթացեք իմ բակի ընկերներն են, բարապցնում են ինձ։ Արա մենք քեզ ինչ ընկերեք գիժ արես, բարա։ Գիժը հապավում էր, լուրջ չմտածեք,
զմեն ասային գիտուն իմաստուն ժիր։ Ատեսային։ Էս էլ էր հապավում, էս էլ նշանակում էր բարի, օգնող ու զարմիկ, բարի, օգնող զարմիկ, ես Ստացել ես սուպես։ Կամավոր Գևոր, բարի ձեզ։ Լսել եք իմ մասին, Կամավոր Գևոր։ Չէ։ Լսեք, Կամավոր Գևոր։ Բանը, ես բան եմ անում, կամավոր եմ մարդկանց ձեր նման ասում եմ, որ դիմակներ դնեմ, ես օգնում եմ ձեզանից մեկն եմ։ Կարիք չկա, մենք զբաղվում ենք այդ հարցով։ Դուք Արշակունյաց եք, բան եք, ես կպտեմ Աղաթան Գեղոս։ Դուք Արշակունյաց, ես կպտեմ Աղաթան Գեղոս։ Հարգելի քաղաքացի, կարիք չկա։ Բարձա։ Բայց ես ուզում եմ կիսեմ ձեր բեռներ, Կամավոր Գևոր, արծիվ։ Ինչ արծիվ։ Թողեք մենք մեր աշխատանքը կատարենք, հա։ Հեսա իրանց հետ կշփվեմ, որից հետո կվերադառնանք այստեղ։ Ոստիկանները հասկացան, թե ինչքան կարևոր է Կամավոր Գևորի դերը։ Ես կլինեմ այգում, իրենք գնում են Աղաթագեղոս, որպեսզի ես այստեղ քաղաքացիներին հորդոնեմ, որպեսզի կրեն պաշտպանիչ դիմակներ, որպեսզի անպայման լինեն նրանք դիմակներով։ Ես կկպնեմ հենց հիմա։ Քաղաքացի, մի խանգարեք, հա, ոստիկանության աշխատանքին։ Գնացեք ձեր գործերով, լավ։ Դիմակ Առաջին հայացքից բակային սովորական խոսակցություն, որը սակայն կարող է բերել ճակատագրական բաներ։ Ինչի տղաները բակում գալաջանելու չեն դնում դիմակներ, հենց հիմա կճշտենք։ Տղաներ բարև ձեզ, ինչի չեք դրել դիմակներ, հենց հիմա դիմակներ դրեք։ Ապրել ստերից։ Կոնֆլիկտային սկսվեց։ Տղեկ, որ նորմալ տոնի մեջ եմ ասում, գնացեք դիմակներ։ Ապրեսի նորից ասեմ։ Իմ հետևից, տղեկ գալիս են իմ հետևից են։ Քիչ արսովել։ Ռադեղի ստերից։ Եվի տեսախցիկից են տղեկ քաշվում։ Անջատենք մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ տղաները արդեն կլինեն դիմակով։ Թե ինչ, տղաներին բացատրեցինք, բացատրական աշխատանքները տարվեցին, տղաները որոշեցին, որ պետք է այլևս չխախտեն, դրեցին դիմակները եւ գնացին։ Մենք էլ անելիք չունենք ստեղ։ Մենք էլ գնանք, գտնենք նոր կարգսազանցքացներ։ Անսպասելի մտնում ենք Վարշավիրանոցներ, որպեսզի տեսնենք արդյոք պահում են բոլոր սոցիալական կանոնները։ Բարև ձեզ։ Մի քիչ է։ Այդ տենց լավ է, բայց առանց ձեռնոցներ ես։ Ինչի ձեռնոց չես դնում։ Ինչ ես առանց ձեռնոցի կդրում գլուխը։ Գնացի ապտեկա ձեռնոց ավ եկալելու, շուտ։ Նեշ է որ հարցնում եմ, ասում եմ, չես ջոգում, Կամավոր Գևոր։ Արծիվ ասում եմ, գնացիր։ Ջանջար բաներ եմ կդրում։ Չես անում ապեր։ Զրոյով պետք չէ վերցել։ Հասա, անգիր ջան, 6 ժամը հարցնում եմ, ասում եմ ոնց կդրեմ։ Տեսեք, տղային ծեծում են այստեղ, Կամավոր Գևոր այստեղ է, որպեսզի լուծի բոլոր հարցերը։ Գնացինք։ Մի րոպե, մի վարկյան, կասեք, հոպ, մի րոպե։ Դու դեբիլ ես։ Չէ։ Явно սաղ մասկով են դու չէ, էսի լվերցա դիր, էսի դիր։ Այմա, տղան, ապահով է, հերձեք։ Կամավոր Գևոր, հարցիկ։ Լստոպ։ Արգելի քաղաքացիք, Կամավոր Գևոր, ես սուր ես գնում առանց դիմակ։ Մտնում եմ մասկա առնեմ։ Դες խելացի քանի ախպեր։
Բանը, գնան դե դիմակ ճարի մի տես։ Եկել եմ առնեմ։ Դու անհասկացող ես, ասում եմ գնա դիմակ ճարի, դիմակով պետք է մտնես թե գնա։ Ճարեմ։ Սա, շատ ես լրջին տալի, գնա ասում եմ դիմակ առ։ Ահա ճարեմ։ Քաղաքացին փորձում է չենթարկվել ինձ։ Այժմ կստանա կամավոր Գևորի սաստիկ պատասխանը։ Եվս մեկ օրինազանց քաղաքացի ձեռներում իվարկյան։ Նա այլևս վտանգ չի պարունակում, այսուհետ բոլորը կիմանան իրենց տեղերը։ Կամավոր Գևոր, արծիվ։ Արծիվ։ Ձյաջ ջան, ես ալկոգելը վերցրա։ Ձյաջ։ Ես ալկոհոլային հիմքով ախտանիչ է, ալկոհոլային հիմքով ախտանիչ, որ ախտան է ձեռքեր, ձյաջ։ Սպիրտկամեջը։ Իհարկե, սպիրտկամեջը։ Ձյաջ ջան, սա իմ կողմից քեզ նվեր։ Կամավոր Գևոր, արծիվ, եւս մի ձյաջ ընկավ ճիշտ գծի վրա։ Եվս մի ձյաջ արդեն ախտանված է։ Եվս մի ձյաջ այլևս սխալ ես անում, մի վարկից, ոնգի արդիվ, սխալ ես անում սա, սպասի, եսի սխալա տես չի, տուր, եսի տես չի, տուր, ձյաջ, մի վարկյա սխալ ես անում, սրանով պետքա ձերքերը աղտանենք, ձյաջ, ձերքերը նայ, ցույց եմ տալիս, տես, լսում ենք ձերքերին, լսում ենք, ու սկսում ենք այսենց աղտանել, այսենց աղտանում ենք, որ մաքուր լինի, սպիրտով, կամավոր Գևոր, արդիվ, ինչ ես անում, Վերջ, ձյաձը արդեն աղտանված է, իսկ մենք գնանք նոր հերոսների հետևից, և հիշեք, կամավոր Գևոր, արծիվ Ալում այդվեց, Ստանդարտ իրավիճակ, ստրիպտիզում, ամենագրգռված պահին, պարուհին ձեռքով կպնում է երկաթին, բայց երկաթը աղտանված չէ, հենց հիմա աղտանում ենք, այսպես, աղտանում ենք, որպեսզի այլևս ոչ մի բացիլ չլինի, շարունակեք։ Սովեցա, վախեցա հավայ։ Դե ինչ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կամացարա! Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, կամավոր Գևորը հայտնվեց և օգնեց մեր քաղաքացիներին, կամավոր Գևորը կհանդիպի ձեզ հետ հաջորդ անգամ, երբ մեր քաղաքացիներին կրկին կսպառնա ինչ-որ մի վտանգ, ինձ հետ ապահով է, կամավոր Գևոր, արծիվ։ Դե ինչ սիրելի ընկերներ, ես հագել եմ այս պաշտպանիչ սաղավարտը, իմ հյուրերը եւս այսօր լինելու են այս սաղավարտներով, որպեսզի մենք պաշտպանված զգանք մեր եթերի ընթացքում, ճիշտ է մենք պահելու ենք սոցիալական հեռավորություն, բայց նաեւ ավելացրել ենք այս սաղավարտները։ Ես արդեն շտապում եմ մեր հյուրերին դիմավորել այս կախարդական բազմոցին, որպեսզի նրանք բազմեն այս բազմոցին, որի դեպ մեզ տրամադրել է դեմոկրատ կահույքի սրա, ասել է, որ նստեք։ Գրիգ ջան, նստեք, ես էլ ասեմ, դե թե տալիս եք, նստենք, ինչ է եղել, որ չնստենք։ Դեմոկրատ կահույքի սրա, Իսակով 16, կոտորակ 4։ Արդեն ժամանակն է, որ ես հրավիրեմ իմ հյուրերին, այսպես։ Գրիգ ջան, մի հատ բան ասեմ էլի։ Ինչ է եղել, Արմեն, ինչ ես ընդհատում իմ շոուն։ Գրիգ ջան, տանեցիներն ասեցին քիչ եմ երևում։ Բայց ես տանեցիների հետ խոսացել եմ, դες բան չեն ասացին, նորմալ երևում ես։ Գրիգ քո տանեցիները չէ, իմ տանեցիները։ Okay, ինչ ես ուզում ասես։ Ուրեմն նայ, Գրիգ ջան, բոլոր լավ հաղորդումները ունեն համահաղորդավար։
հետո վարի ինչ որ մեկը էս հաղորդումը։ Ենթադրենք լոգիկային մոտ բան ես ասում, բայց չեմ հասկանում, ինչ ում ես առաջարկում։ Ինչ ես Մորզեի այբուբենով բան ես նվագում, շո չես ասում։ Գրիկ ես կարամ լինեմ քո համահաղորդավարը։ Գնա էլի, գնա, ո՞պես գնա հաղորդում դու կանում, մարդիկ եկել են խանգարելու ես, դու ո՞նց կարաս լինես Չեմ խանգարի, Գրիկ, այնքանավոր Երևան, Գրիկ, սենց Երևան էլի տեսնեն ինձ։ Դու լուրջ ես խոսում։ Գրիկ, այստե պպզեմ, այս ծաղիկի տեղը, Գրիկ, այսենց ծաղիկը ես եմ, այսենց պպզեմ, ծաղիկն եմ, ջրել պետք չի օրինակ, вообще պետք չի ջրել, տեղափոխելուց, Արմեն, գնա անդե, Արմենը, ծաղիկա, Արմենը, գնաց ստեղ, Արմեն ջան գնա անդեղ, Արմենը, ծաղիկը գնաց այնտեղ։ Ինչ ես անում, Արմեն։ Ինչ ես անում։ Արմենը ծաղիկա, Արմենը չի պատասխանում, ծաղիկները չեն խոսում։ Այդ լավ է, արդեն կապիկություն է, Արմ։ Կապիկությունը իմ երրորդ տարբերակն էր, հենց դրան չեմ հասել, բայց եթե կանցնի, Արի վերջացնենք, էլի էս ամեն ինչը խնդրում եմ։ Գրիկ, լավ, արի վերջին տարբերակը առաջարկեմ, եթե չէ։ Արագ ասա, որտեվ արդեն հյուրերը։ Դու հյուրերին կանչում ես այս հաղորդումում, ճիշտ է, հյուրեր ունես։ Նստում, խոսում եք իրար հետ։ Հա, հետո։ Բայց մի հատ հյուրասիրություն չլինի։ Դու հայ ես դու։ Սուրճ, մի հատ սուրճ։ Ուզում ես սուրճ բերես հյուրերին։ Հա, սուրճ, նստեք խմեք իրար հետ սուրճ։ Ուղղակի սուրճ բերես հյուրերին։ Ուղղակի սուրճ, այնքան որ Երևան էլի։ Ու համար լավ բան կլինի։ Հա, այդ գալու պահը Երևան սուրճ, մի հատ սուրճ։ Okay, սուրճ կբերես։ Սուրճ։ Կբերես, okay։ Չես փոշմանի դու Գրիկ։ Արդեն փոշմանում եմ, որտեվ եթե ասում ես գնա շարունակում ենք։ Ան վերջ։ Գրիկ։ Վերջ։ Գնա։ Գրիկ հավատա, մենք ուժ ենք իրար հետ։ Արմեն գնա։ Գրիկ։ Գնա։ Մենք։ Զգուշ։ Ես ու դու Գրիկ։ Գնա։ Շարունակում ենք մեր Ոնց ես կոֆեն խմում։ Գնա ստեի։ Գրիկ։ Դե ինչ գիտեմ արդեն ձեր համբերությունը չի երիքում եւ սպասում եք որպեսզի ես դիմավորեմ իմ հյուրերին, բայց մինչ այդ իհարկե ժամանակն է շնորհակալություններ հայտնելու։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Exterior խանութների ցանցին, որը ներկայացնում է ներկերի եւ պաստառների շատ լայն տեսականի մի շարք աշխարհարչակ բրենդների ներկայացուցիչը Հայաստանում։ Նաեւ շնորհակալություն ենք հայտնում Chipsela 3D ընկերությանը, Chipsela 3D խրթխրթան չիպսեր շահումով եւ զեղչված գներով 10 տարի առաջատարը հայկական շուկայում։ Իհարկե նաեւ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր հաղորդման ոճաբան Ձյաննա Շատվերյանին կախարդական հագուստների համար եւ նաեւ շնորհակալություն իհարկե Անի Ավդալյան իմիջ կենտրոնների ցանցին, որը ապահովում է մեր հրաշալի եւ չնաշխարհիկ տեսքը։ Մերսի քեզ, Անի Ավդալյան ջան։ Իսկ հիմա վերջապես եկավ պահ, որ պետք է դիմավորենք մեր այսօրվա հյուրերին եւ այսպես երկչույների մեջ ամենադիզայներ, իսկ դիզայներների մեջ ամենաերկչույի Մարտ, ով մինչեւ ես այս ամեն ինչը ասեցի, հասցրեց 4 հատ նոր զգեստի դիզայնով զբաղվի ու նկարեց 78 հատ նոր TikTok դիմավորեք Անահիտ Սիմոնյան։ Հերահար ողջույն Անահիտ, սոցիալական հեռավորությունից Մեր հաջորդ հյուրը ամեն առավոտ մի կերպ արտանում է, բայց միշտ ցույց է տալիս յեն ինքը ահավոր ուրախավոր տեն շուտ արտանում։ Բարձր ծափերով դիմավորում ենք ուրիշ Անահիտ, այս անգամ Կիրակոսյան։ Եվ մեր վերջին հյուրը այսօրվա Մարտ, ով հայկական շոու բիզնես բերեց այսի բերեց դիմավորեք տաղանդավոր երգիչ սրտակեր, բայց կյանքում չչաղացող Էրիկ Կարապետյանն եկե մեր մոտ հյուր արդեն միած ծափերով Բրավո Էրիկ, դա ծափար ենք Էրիկին ես, խառա է մուտքի Էրիկ ջան, բայց ինձ հետաքրքիր վերջում սենց մի քիչ հոգնար, հա, ոնց որ տարիքը ամեն դեպքում իրանը ասում է։ Ես չեմ գանգատվում, գանգատներ չունեմ ամեն դեպքում, ամեն ինչ նորմալ է, ախտահանվում եմ։ Ինչ ես գիտեմ, որ մի քիչ դժվար է, սենց ոնց որ սվարշիկների պերերիվ լինի, չէ։ Էրիկը մի հատ շատ հետաքրքիր բան ասել, ուրեմն ես բոլորիդ որ հրավիրում էի մեր հաղորդման հյուրս, առաջ ասում ա կարում էինք գնայինք հյուր,
խափենք, ասենք, կարանք շուտ նկարվենք, գնանք զբաղված ենք։ Տարօրինակ չի որ Էրիկն է ասում, տեսեք։ Անահիտ Սիմոնյանը բացի երգչուհի լինելուց նաև դիզայներ է, ունի իր բիզնեսը, աշխատում է։ Անահիտ Կիրակոսյանը բացի դերասանուհի լինելուց առավոտյան ծրագիր է վարում, աշխատում է։ Այս մարդը մեկ երգում է։ Կարանտինի ժամանակ պետք է մարդը հնարավորություն ունենա համերգներ տա, ելույթներ ունենա։ Դրա համար մեզ բոլորիս հետաքրքրում է Էրիկ ջան, ո՞նց ես յոլա գնում։ Սենց ասեմ, բնականաբար Հիմա տեղ չկա որտեղ որ մենք կարող ենք երգել, բայց այս ընթացքում նոր երգեր են ծնվել, ստեղծվել, նույնիսկ գործիքավորում ենք հասցրել անել։ Բայց դա մենք սոված վերջան, հա։ Դե չի ասի սոված, որովհետև բնականաբար մեր ազգի ամենալավ հատկանիշը էն է, որ մենք իրար երբեք սոված չենք թողնի։ Դրա համար սիրելի հեռուստատիտող։ Դրա համար սիրելի հեռուստատիտող, այսօր կհայտնվի հաշվի համար։ Այսօր կհայտնվի հաշվի համար ուղարկեք Էրիկին։ Էրիկին ուղարկեք, որ իսկականին շատ հետաքրքիր։ Ես լավ առաջարկում եմ։ Օրինակ ես հասկացեմ, որ դու ունես երգեր, որոնք կարող ես նեղ օրերին փոխել եւ գումար աշխատել։ Օրինակ ասենք, իմ սիրելի երանելի կյանքով ապրում էի ես։ Մինչև վիրուսը թափանցեց Հայաստանից ներս։ Ես վատ եմ երգում, բայց հասկացնում եմ։ Ասենք օրինակ կամ սովից տրորում է փորես Կավերը Սպանիրական Իմ սեղանին չեմ տեսել շուտ այդ սենց բան Հաշվի համարը դեռևս կա էկրանին ես վստահ եմ Էրիկ ջան Ինչ կուտես Ես սովված չեմ Ես նույնիսկ ասեմ ավելին Այս տանը մնալու ընթացքում ինչ-որ մի փոքր նույնիսկ եմր ասում փորիկներ Գիրուկ ես դարձել Լծվել ենք գիրուկը Մեզ լծված եմ Իմ անդեր Մեզ լծված Էդ ջան, իրականում մենք փորփրել ենք ձեր Instagram-ի էջերը Մենք հասկացել ենք, որ դու սիրում ես հենվել Հենվելու մեծ սիրահար ես Հենվել Ուշադրությունը խնդրում ենք էկրանին եւ տեսեք ինչա կատարում Էրիկի Instagram-ում ինչքան է հենված Էրիկը իր նկարները։ Հենված է։ Հենված է դաշնամուրին։ Մեջը նավով փորում է։ Տեսեք, հենվելու արկածները շարունակվում են Էրիկի։ Տեսեք, հենվելա սեղանին էս անգամ։ Հենված։ Դե մի բանից պետք է Հենված պատը, ուզում ես պատը չգնա, այստեղ մի վարկյան ուշադրություն, այստեղ գիտեք ինչ ա ուզում, այստեղ մենք պատկերացնենք, որ այստեղ դու Աստծուն խնդրում ես երկու բան, հետո չի լինում, մյուս նկարում 4 ասում ես գոնե մի հատ։ Այդ էլ է։ Ամենավերջին նկարը, երբ որ չի լինում ոչ մի իր հենվելու, Էրիկը հենվում է մարդկանց։ Ծափարից մետ Էրիկին, Էրիկ ջան, երբ ծնվեց ես հենվելու գաղափարը։ Անկեղծ ասած այնքան ուրախ եմ, որ մարդ կարողանում է հենվի, որովհետև միշտ այդ հենարանը մեր կյանքում շատ կարևոր դեր է խաղում։ Ես էլ այնպիսի մարդ եմ եղել, որ իմ վրա նույնպես կարող եք հենվել սիրելի ընկերներ։ Եվ իհարկե հաշվի համարը չենք խորանում Էրիկի։ Մենք շարունակեցինք փորփրել նաև մեր մյուս ուրերի Instagram-ները, հասկացանք, որ Անահիտ Կիրակոսյանը եւս ունի տարօրինակ հետաքրքրություն, ավելի ճիշտ տարօրինակ խնդիր։ Սիրելի բժիշկներ, եթե դուք լսում եք այժմ, կարող եք Անահիտին օգնել այս հարցում, որովհետև Անահիտը պարզվում է ընդհանրապես չի կարողանում գտնել տեսախցիկը։ Իր նկարների մեծամասնությունը ինքը չի էլ հասկանում, որ կողմից են նկարում։ Ուշադրությունը էկրանին, ուրեմն Անահիտի նկարներն են նայում։ Տեսեք, գիտի դեմից են նկարում։ Գիտի հենա տեսախցիկը։ Բայց դե տեսեք, ինչտեղ է նայում։ Լրիվ ուրիշ տեղ։ Ուրիշտեղ չի փոխում ոչ մի բան իրա մեջ։ Հիմա կարես այն տեսախցիկին նայես, այնտեղ։ Այստեղ։ Հա։ Ողջույն, ես ձեզ շատ սիրում եմ։ Ճիշտ եմ գտել, թե։ Շատ։ Քո ձևերով է շատ ճիշտ։ Մյուս Անահիտին հկասնում, Անահիտ ջան, մենք հասկացանք Instagram-ը քո փորփրելու, որ դու շատ ես սիրում թիթիզ տեղեր նկարվել։ Այսինքն գնալ երկրից դուրս, ասես ցույց տալ աղջիկները, որ տրակվեն, այսինքն դունակ որ դեմ նկարում, բայց այս տարի դու չես ունենալու այդ հնարավորությունները, այդ Դուբայները, Մոնտենեգրոները, Վեգասները չեն լինելու։ Ու մենք պատկերացրել ենք, թե ինչ ձև է լինելու այս տարի Անահիտ Սիմոնյանի Instagram-ը։ Ուշադրություն էկրանին, նկար անցած տարվանից, նկար այս տարի։ Նկար անցած տարվանից, նկար այս տարի։ Եղատեսիլ, նաբերեժնիում Անահիտ, կապս բաց չի։ Մյուսը, նկար անցած տարվանից, նկար այս տարի։
Եվ նկար անցած տարվանից, նկար այս տարի, Սովետաշենյան այս հրաշալի աղբանոցում Անահիտի գլամուրային նկարներ և վերջին ֆանտաստիկ նկարը անցած տարվանից և նկար այս տարի։ Այս տարի Անահիտ ջան, սենց հալնելու կանգիստը։ Գրիգ ջան, վերել եմ կոֆեն։ Ինքը մեր մոտ առաջի քայլերն անում սուրճ ա ուզում հյուրասիրի, խնդրում եմ։ Դուք ոնց եք խմում։ Դարը եթե կա։ Անում։ Կարող է լավ չես։ Անահիտ ջան, կներես էլի մի վարքյան, Կներես, մի վարքյան, նա էլի ինչ հավաքի մի հատ էսի, արի էսի հավաքի մի հատ ջան, կներես էլի Անահիտ ջան, մի գնա, Անահիտ ջան, նստի, էսան հավաքի մի հատ, արմեն, արագ հավաքի մի վարքյան, Անահիտ ջան, կներես, արի ինչ էսի, հավաքեց սրանք էլի շուտ արա։ Հիմար արա էսի, Երիկ ջան, մի հատ դու շարունակի, ես հեսա կգամ գնա ստեից, հեսա, Անահիտ, Անահիտ հլը սպասի մի հատ, Անահիտ։ Աշլի համարը գրված է, էկրաններին կարող եք Անջան կներես էլի 1000 անգամ կներես, Անջան հասկանում եմ, խնդրում եմ ուղակի փոխվի, արի Անջան մի վարքյան էլի խնդրում լսնից, փոխվի արի շարունակեք նկարումները, ես Անջան գիտեմ եզի մեկն է, ես կհանեմ իրան։ Գնա փոխվեմ։ Հայտ էր աշխան։ Okay։ Տղեկն է, չեք։ Դուրս։ Արի Անջան, 1000 անգամ էլի կներես, ես ասում եմ իրար փոխանեմ, ինքնասեմ արդեն տղայակ, ինքնարատես կապսասանիչեք, խնդրում նստի, Ժողովուրդ ջան կներեք, Ժողովուրդ ջան, ես հետաքրքիր խաղ եմ առաջարկում խաղանք, ես հարցեր եմ տալիս ձեզ, եթե չեք պատասխանում, հարցերը ձեզանից են, ձեր մասին, եթե չեք պատասխանում, պարտավորվում եք պատմել մեկ ամոթալի պատմություն ձեր կյանքից։ Շատ վստահ էր էլի ամոթալի Երիկը։ Ես մի շաբաթա հաց չեմ կերել, հետո։ Okay, ես առաջարկում առաջինը Անահիտ Կիրակոսյանին հարց ուղենք։ Այժմ հայտնում է էկրանին նկար, Անահիտ, քո Facebook-ի էջից մեկ նկար, այժմ խնդրում եմ։ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարը էկրանին, ըհը։ Դու պետք է ասես, թե ինչպես ես վերնագրել այս նկարը։ Ես ասում եմ տարբերակներ, դու ընտրում ես։ Եվ այսպես։ Ես ու կիթառս, տարբերակ 1։ Տարբերակ 2 ցածրաձայն աղմուկ, տարբերակ 3 բարձրաձայն լռություն եւ տարբերակ 4 ուրեր մի հատ հազանոց գտնել։ Տարբերակ 4-ը շատ իմ սրտով է իհարկե, բայց կարծում եմ ես վերնագրել եմ բարձրաձայն լռություն, որովհետեւ դա ինձ շատ մոտ է։ Վստահ ես։ Իսկ կարաս մի հատ բարձրաձայն լռությունը մեզ ցույց տաս, նոր ես ասեմ ճիշտ պատասխանը։ Դա ցույց տալու բան չի, դա զգա։ Ո՞ն է, հեսա։ Դա շատ բանալի ցույց տվեցի, իսկ հիմա զգա ուղղակի։ Անահիտ մի գորա։ Մի գորա։ Այո, մի գորա։ Երիկի ականջը խլացավ մի գորա այդքան։ Անջան, իրականում դու վերնագրել ես այս նկարը շատ բարձ։ Ես ու կիթառս։ Դրա համար դու քան որ պարտվեցիր, ես հիմա պետք է ստիպեմ, որ դու պատմես մեկ ամոթալի պատմություն քո կյանքից։ Ուրեմն Վանաձորից որ նոր էինք տեղափոխվել Երևան, առհասարակ չգիտեի Երևան քաղաքը, չէի ճանաչում ոչ մի փողոց եւ նաեւ ծանոթ չէի մետրոին։ Այսինքն կանեն քեզ տանեին վեդի, ասեն Երևանն է, դու ապրեի 20 տարի հանգիստ։ Հանգիստ ապրես, գրիկայ լեզվից վրա։ Քույրս ասեց Անջան, ես 40 դրամը վերցրու։ Կառնես ժետոն։ Հոպե, բայց խափեց այսինքն քույրը։ Չէ, այդ ժամանակ 40 դրամ էր ժետոնը, հետո է դարձել 100 դրամ։ Դու։ Չէ, իրականում այդ ժամանակ 40 դրամ էր, լավ հիշում եմ ես, որտեվ ինքը 50 տվեց, 10 դրամ մնացել էր։ Եվ ես պետք է առնեի ժետոն եւ լսեի, երբ ասեին երիտասարդական, իջնեի երիտասարդական, քույրս այնտեղ ինձ կդիմավորեր։ Հեռախոս չունեի, ոչինչ չունեի, եւ ունեի այդ մի 50 դրամ։ Դժվար հեռախոս ունել։ Ապրես, դա իմ լսում եմ ուրախadir երբ է ասելու երիտասարդական, լսում եմ երիտասարդական, դուրս եմ գալիս երիտասարդական, կանգնած եմ եւ քույրս չկա։ Ու քանի որ չեմ ճանաչում Երևան, չգիտեմ։ Ու քանի որ չեմ ճանաչում քրոջս։ Ու չունեմ հեռախոս, չգիտեմ ինչ անեմ, շուռ եմ գալիս եւ տեսնում եմ, որ գրած է Մարշալ Բաղրամյան իրական։ Իսկ ես ակումբ դուրս եմ եկել։ Էլի ներս մուտք գործելու համար ինձ հարկավոր էր էլի գումար, բայց ես չունեի այդ պահին։ Դե որտեղից ունենայի։ Եվ ես գնացի շատ տխուր դեմքով այդ քարակուսիկի մեջ, որ կանայք նստում են, ասեցի բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ դժգոհ ասեցի, կներեք էլի, ասեցի ձեր մետրոյի մագնիտոֆոնը փչացել էր։ Եվ փոխարեն ասել երիտասարդական, ասել եմ Մարշալ Բաղրամյան ու ես սխալ եմ իջեմ մի խոսքով։
Այս կինը սենց նայեց շատ վատ դեմքով, ասեց Աստված, ինչ բոմժեր ասես, ինչի համար, ինչ ասես կխնդրեմ, անցեք, հա, բացեք, թող առանց ժետոն անցնի։ Եվ ես շատ ամաչեցի Գրիգ ջան, դա էր ինձ համար շատ։ Ծապանենք Անահիտին ամոթալի պատմության համար եւ անցնենք Էրիկ Կարապետյանին։ Էրիկ ջան, ես քեզ տալիս եմ կրկին քեզանից մեկ հարց, դու պետքա պատասխանես։ Ուրեմն դու քո կյանքում արել ես մեկ անգամ, կարող է մեկ անգամ չես արել, ամեն դեպս մենք դա ենք տեսել։ Էրիկը արել է այսպիսի մի արտահայտություն. այն ինչ անում ենք заслуживает похвалы։ Այն ինչ հայերեն Անում ենք заслуживает похвалы։ Այո։ Որտեղ ես դու ասել այս հայ-ռուսերեն անգրագետ տեքստը։ X Factor-ում, խոհանոցում, զուգարանում, այն ինչ անում ենք заслуживает похвалы։ Զուգարանում, թե իմ հարսանեկին խմելուց հետո։ Քո հարսանեկին չեմ խմել, որովհետև այդ գիշեր թռնում էի։ Կարող է իմ խմելուց հետո, չեմ ասում քո Քո խմելուց խմելուց հետո։ հետո չեմ հիշում ինչա քեզ, ես բան չեմ ասել։ Այն ինչ անում ենք заслуживает похвалы։ X Factor-ում հաստատ տենց բան չի ասի, այն ժամանակ փորձում եի գրագետ լինել։ Խոհանոցում։ Այո։ Ով Անահիտ դու պետքա հիշեիր, ուշադրություն էկրանին։ Իսկ թվում է, այն ինչ մենք անում ենք, заслуживает похвалы։ Okay, Էրիկ, բայց մենք չենք հանձնվում։ Ես տալիս եմ մյուս հարցը։ Վերջին քո Instagram-ի 20 նկարներից քանի նկարում ես դու ակնոցներով, Էրիկ։ Սպասի ասեմ։ Իշելու անգի։ Ոշոշվեց։ Բանը ինի դերեցի։ 12։ 12։ Ասենք թե թիվ եմ, անկապ թիվ եմ ասում, բայց կարող է 13 լինի։ Բայց շատ մոտ էիր։ 11 լավ։ 3։ 13։ 3, ուղղակի 3 ակնոց չի 20 նկարից 3։ 20 նկարից 3-ում ես ակնոցով։ Իդեպ ես մի հատ կարևոր բան մոռացա ասեմ, Անահիտ, այն նկարը իրականում դու ճիշտ էիր ասել, տենց չէր վերնագիրը։ Բացեց այն լրությունը։ Մոռացել եմ։ Էրջան, լսում ենք քո պատմությունը։ Ինչ են անում բայց։ Հա, մեքենան դուրս էի բերում։ Մի հատ պարկովշիկ, հայերեն չգիտեմ ոնց է։ Պորկովշիկ։ Մի խոսք։ Հենց չգիտես հայերեն, օ ես ավելացնում, այ տեղը լինում է հայերեն։ Այդ մարդը ինձ ասեց արի եւ այլն։ Մեզ մեքենայով էր։ Վերջում որ հանեցի փողը տամ, ասեց չէ, անհարմար է, ամոթ չի, դու էլ պետք է տաս։ Ես էլ դե տենց դեպքերում միշտ շատ եմ անհարմար զգում, որովհետեւ մարդու մասնագիտությունն է, պետքա հարգես, կապ չունի ինչ է բանանում, իր աշխատանքն է, պետք է հարգել։ Ասում եմ պապի ջան, խնդրում եմ, աղաչում եմ, տամ սենց արեց, սպասի քեզ մի հատ բան եմ էլի հարցնում։ Ասեց դու Վարդան Բադարյանը չես։ Դրա համար չէր վերցնում։ Ասեցի հա։ Ասեց դե որ ասում եմ գնա էլի։ Վարդանին էլ եք որ։ Ո՞ւմ բայց էսա եթե հետո քեզ էլ անացել։ Okay, ասում ենք Անահիտ Սիմոնյանին։ Հիմա մենք ամեն ժամ անելու ենք որ դու էլ ամոթալի պատմություն պատմես, դրա համար առաջինը մենք գտել ենք քո TikTok-ներից մեկը, իդեպ Անահիտը զբաղվում է TikTok-ով, 50-անց մարդիկ այս պահին ինչա TikTok ասա ինձ հիմա իմանա, պետք է չի որ իմանա, իմաստ չունի, որտեվ որ տեսնեք կարող է չհավատաք, թե ինչ եք տեսնում, պետք չի մի իմացեք։ Անահիտը ունի TikTok-ների մեջ շարք, մենք հիմա ցույց ենք տալիս մեկ TikTok, 4 տարբերակ երաժշտության, թե քո կոնկրետ այդ TikTok-ը որ երգի տակ է իրականում արված, դու պետքա գտնես։ Ուշադրություն էկրանին։ Ես սա անգիր գիտեմ, ասեմ իմ։ Տարբերակ 1։ Տարբերակ 2։ Այսա։ Մի հատ նայ միջև։ Այսա։ Tretий момент. Տարբերակ 3։ Եվ 4։ Թոմնա։ Անահիտ ջան, որ տարբեր։ Երկրորդ երգներ ես անգիր գիտեմ իմ բոլոր TikTok-ներ ու դու ինձ չես համոզի որ այդպես չի։ Կապացուցեմ կմտնեմ հենց հիմա TikTok։ Սող չկա։ Անգիր գիտեմ։ Էրջան, մենք գիտենք որ մի քանի օր առաջ եղել է Էրիկի ծննդյան տարեդարձը։ Եկեք ծափարենք Էրիկին։ Էրջան, իրականում ես չեմ հասցել քեզ շնորհավորել, քանի որ ես հասկանում եմ, որ այդ երկիչ դժվար է, քո մոտ ծնունդել դժվար անեիր, բարդ է էլի լինելու քո համար։ Զանգելու ասա Էրջան ծննդը շնորհավոր հիշելու էր, որ չես ամ մի տեսակ վատ զգայր։ Դրա համար մենք ունենք այս պահին
փոքրիկ անակնկալ քեզ Էրջան։ Happy birthday to you. Էրջան, մենք գիտենք, որ գուցե դու այս տորթի հնարավորությունը չունես եւ մեծ սիրով եւ սրտանց այս տորթը բերում ենք քեզ։ Երազանք բայ, որ հաջորդ ծննդիդ ունենաս գոնե հնարավորություն տորթի Էրիկ ջան։ Էրիկ ջան։ Էրջան, այս նվերը սիրով մեր կողմից։ Մենք ամեն ինչ այլ ենք համար։ Այս տանը սոցիալական վիճակում, որ գտնում է Էրիկը։ Երեխեք մենք հատուկ չենք կտրել, որ ոչ մեկս չուտենք ամբողջ Էրիկը տանի։ Ոչ մեկ չկարողացավ գալ մեր տուն, ոչ մի նվեր չեմ ստացել։ Մենք ընտրել ենք ամենակլասիկ նվերը, որը տալիս են տղամարդուն։ Սարոջկա է, կարամ ասեմ։ Մարդը Նասկի Էրիկը, ինչ մեծ նասկին ես ասում։ Այո, Էրիկա։ Էջանանոց Սարոջկա։ Այս վերջը։ Շնորհավոր Էջան։ Հենց գրիգը գնաց ասի հաստատ մի հատ sense տականք բան անելու։ Ապշեցիր որ այդ մոմը տորտով բերեց հաստատ կարող դեմքիսը sense խփի եւ այլն։ Մի տականք բան Էրիկ ջան 600 դրամանոց Սարոջկա։ Հետո տականք։ Ես sense ասեմ 600 դրամանոց Սարոջկան դա կարա լինի ամենամեծ նվերը։ Որովհետեւ իրականում արժեքի մեջ չէ ամեն ինչ, այլ կարևորը սրտանց նվիրելու։ Իսկ ես քանի որ հեսպային զգացի որ դուք սրտանց եք արել, որ սա չի եղել հումոր կամ ինչ-որ գրիգյան միատականկություն։ Ես իմ Այդ ավելի լավ էր պրոդուկտներ նվիրեիր այդ։ Վերնաշապիկը կարա վաճառի։ Շատ շնորհակալ եմ։ Էրիկ ջան, նոր եւ այսպես նոր վերնաշապիկով եւ ամբողջական տորթով Էրիկ ջան, այսօր դու ունենալու ես հոյակապ երեկո, որը տարբերվելու է քո կարանտինային մնացած երեկոն։ Դեպքում ես տորտը։ Եկեք, չէ, ոչ ման չկա, եկեք ծափարենք մեր այսօրվա հյուրերին, Ժողովուրդ ջան, մինչև ստենդափին ասելը բարձր ծափարենք։ Այսօր մեզ մոտ էին շատ սիրված աստղեր։ Անահիտ Սիմոնյան, ձեր ծափարությունները, Անահիտ Կիրակոսյան, Էրիկ Կարապետյան եւ իհարկե Էրիկ Կարապետյանի հաշվի համար է։ Ես ճանապարհ եմ իմ շատ սիրելի հյուրերին դեպի կուլիսներ։ Մենք վերադառնանք արդեն ստենդափի ժամանակ։ Եկեք, Ինչ դրսում ամառ է, շոկ, հոյակապ եղանակ, ծով, հանգիստ, շրջագայություններ, պալմաներ, Եգիպտոս, Դուբայ, Դոմինիկանա, Մալդիվներ։ Բայց այս ամեն ինչը անցած տարի։ Իսկ այս տարի շոկ, դիմացից դիմակ, ձեռներից ռեզինից շոկ ձեռնոցներ, կողքից հարգելի քաղաքացիներ կրեք դիմակներ եւ ձեռնոցներ, ամեն ինչ շոկ, ամեն ինչ դժվար, ես հասկացել եմ այս ինչա։ Այս դժողքի անոնցն է ժողովուրդ։ Ես պատրաստում են շոքերին։ Լուրջ պատրաստում են դժողքի անտանելի շոքին։ Ուղղակի մի հատ առավելություն ունի դժողքի այս օրերի համեմատ։ Ես ինչքան գիտեմ դժողքում դիմակը պարտադիր չի։ Իսկապես դժվար է ժողովուրդ, շատ դժվար է, բայց դե իրականությունն է էսա ու պետք է մենք գտնենք լուծումներ, պետք է գտնենք հանգստանալու լուծումներ։ Իսկ այդ լուծումը գտնելը շատ հեշտ է, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Այսօր ընդամենը մի հատ հանգստանալու տեղ կա։ Բացօթյա սրճարանները, ազգովի գնում են բացօթյա սրճարան հանգստանալու։ Բացվել են բացօթյա սրճարանները եւ նրանց հայտնվելու հետ զուգահեռ հայտնվել են նաեւ բացվոտյա աղջիկները, բացբդյա, բացդոշյա։ Ու այս ամեն ինչի պարագայում տղաների համար շատ դժվար է պահել արտակարգ դրության կանոնները, դժվար է սոցիալական հեռավորություն պահելը։ Ինչ սոցիալական հեռավորություն, եթե կա տղամարդկային գրգռվածություն։ Շատ դժվար է։ Եթե ուզում եք տղաները պահեն սոցիալական հեռավորություն, դիմակները պետքա դնեն աղջիկները ոչ միայն դեմքերին, այլ նաև դնեն դիմակները օրինակի համար ասենք բուդիոններին կամ չգիտեմ դոշյոններին, որպեսզի ասենք տղամարդը չմոտենա, այսինքն այն մասերին, որտեղ որ հիմնականում նայում են տղաներ ու ավտոմատ մոտիկանում են, այսպես նայում են, տենում են որ բացա զոմբի պես այսպես մոտիկանում են տղերքը։ Փակեք որ չմոտենան, սոցիալական հեռավորություն լինի։ Լավ, եկեք մի հատ լուրջ տեսանկյունից մոտենանք այս հարցին։ Երևանում շատ դժվար է պահել սոցիալական հեռավորություն։ Ինչի, որովհետև Երևանը խիտ բնակեցված քաղաք է։ Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում։ Ամեն քայլափոխին կա մարդ։ Ուզում ես սոցիալական հեռավորություն պահես, մեկից ես մի քիչ հեռվանում ես, մոտիկանում ես մյուսին։ Երևանի նորակառույց շենքերը տեսել եք, ինչ խիտ բնակարաններ կան։ Որ sense քո սպալնիայից ես մի քիչ թափով դուրս գաս կմտնես ուրիշի զուգարան։ Ինչ սոցիալական հեռավորության մասին է խոսքը։ Ու այս ամեն ինչի պատճառը գիտեք ինչից է, որովհետև կյանքը կենտրոնացել է Երևանում։ Այսօր Երևանում ում հարցնում ես որտեղից ես, ամեն մեկը մի տեղ ասում, ամեն մեկը արմատներով մի տեղից է։ Ես էլ արմատներով Գյումրիից եմ, բայց ծնվել ապրում եմ Երևանում։ Ես առաջարկում եմ բոլորս վերադառնանք մեր արմատներին, որովհետև կյանքը հիմա կանգնել է, կյանքը կանգնել է, բոլորս Երևանում ենք, մենք այդ կյանքի զուգահեռ այսպես կանգնել ենք ու աչուձախ այսպես վարակում ենք։ Աչուձախ այսպես վարակում ենք։
Ես մի շաբաթ Երևանում աշխատում եմ, Կիրակի օրերը ասես գնում եմ Սևան, այսպես օդ եմ քաշում, այսպես ասում եմ վախ, հետո գնում եմ Դիլիջան, այսպես այսպես հոտ եմ քաշում, էլի գալիս եմ Երևան։ Ինչի հակառակը չեմ անում։ Ինչ է թույն տեղերը չեմ ապրում, Կիրակի օրերը գամ Երևան, ասես մի հատ օդ չնչեմ, ասեմ գնամ էլի հետ Դիլիջան։ Իսկ Երևանից դուրս կյանքը թույն է։ Էլ չեմ ասում գյուղերում։ Հրաշք, օդը մաքուր է, շենքեր չկան, առանձին ցանկապատերով տներ են, ամեն մեկը առանձնացած, անգամ զուգարանն է տնից սոցիալական հեռավորություն տանում։ Ու գյուղում շատ շուտ են հասկացել սոցիալական հեռավորության մասին։ Հասարակ օրինակ, մեր ֆիլմերում երևում է, մենք ենք մեր սարերը, հիշում եք ինչ սոցիալական հեռավորություն էին պահում իր այս մարդիկ։ Մետրերով չէ, կիլոմետրերով։ Ոչխար եք մորթե։ Ընդեից ինչա, նենց հերոին իսկ իրար չեն լսում, այդ է սոցիալական հեռավորությունը։ Ընդունված է, որ գյուղից երեխուն ուղարկում են քաղաք սովորելու, այդ իմ համար ժողովուրդ սխալ է, անկեղծ։ Պետք է անենք հակառակը, պետք է երեխեքին ոչ թե ուղարկենք կարատեի, վոկալի, մաթեմի, կամ ասենք լատինոյի, այլ պետք է քաղաքի երեխեքին ուղարկենք մալինայի։ Ուրիշ բաներ սովորեն, որ այս դժվար պայրին կարողանան տակից դուրս գան։ Երեխեն եթե գնում է մալինայի, այն մնացած ամեն ինչ ինչը պետք է Երևանում անի, այդ ամեն ինչը մեջը կա։ Գնաց մալինայի ճյուղերի մեջով անցավ, կարատեն եղավ։ Մալինան քաղելուց էս փուշը մատը ծակեց, վոկալը։ Վերջում արկղերը պետք է դասավորի, որ հանկարծ ոչ մի ձև չսխալվի, որովհետև պապը սպասում է տունը, քանի արկղ մալինան թույն մաթեմ եղավ։ Հիմա կասեք, բա լատինոն չկա։ Ոնց չկա լատինոն։ Իհարկե կա։ Վերջում վերցեց մալինայի արկղերը, տուն գնալուց կովի թրիկները շրջանցելով լատինոյի տակ գնաց։ Մերակ երեխեքին, այս նոր թիթիզ մամաներին է պետք է ուղարկենք գյուղ։ Պատկերացնում եք, այս նոր մամաները գյուղերում ինչ բացահայտումներ կանեն։ Վայ, այս վարունգը հողի մեջ է աճում։ Ես գիտեի սուպերմարկետում աճում են այն թափանցիկ տոպրակների մեջ ավոկադոյի կողքը։ Յախ, քեզ ձուն որտեղից է դուրս գալի, Կարտոշկեք ինչ եք թափել գետին, չեմ հասկանում ես խմձորը ով է կպցրես, ծառես բարձր հատվածին, ոնց է մնա փոկելու էսի։ Ոնց, պետք է կովին կթեմ, որ կաց կա, իսկ չի լինի, սկզբում տա, հետո կթեմ, չէ, չի լինի, այդ բնության օրենքն է, սկզբում կթում են, հետո նոր տալիս են, ով դու գոնե պետք է իմանաս, քո կյանքում էլ ատենց, սկզբում ամուսնուցդ հեռախոսն ես ուզում, կյանքից ողքնտեմ ինձ iPhone կտաս, ամուսին հեռախոսը տալիս է, հետո նոր արդեն գիշերը տեղաշորի մեջ պարտկաս, նոր արդեն ամուսինն է քեզանից խնդրում։ Ես մեկ անգամ անդրադառնալով այս թեմային ժողովուրդ ուզում եմ ասել, որ բոլորս հավաքվել ենք Երևանում, մեկը Տավուշից, մեկը Սյունիքից, մեկը Շիրակից, մեկը Լոռիից, մեկը Գեղարքունիքից, ամեն մեկը միտեղից։ Եկեք ամեն մեկը ժողովուրդ գնանք մեր արմատներին։ Երևանը թողենք իսկական երևանցիներին։ Ու այդ ժամանակ անհնար է վիրուսը տարածվի, որովհետև Երևանում կմնան մենակ Ռուբեն Հաղվերդյանը ու Ֆորշը։ Իրանք կարող է երկուսով տարիներով իրար չտենան ու վիրուսը չտարածվի։ Մի խոսքով, սիրելի ընկերներ, առողջ եղեք, այսօր այսքանն էի պատրաստել ստենդափի մասով, ես հենց հիմա մեծ սիրով բեմը տրամադրում եմ Սոնա Եսայան դեն ստուդիոյի չքնաղ աղջիկներին, որպեսզի նրանք էլ պարային բումով ավարտեն մեր այսօրվա շոուը։ Here we go.
հրաշալի գունեղ երեկոյր շանթում գրիգետ հատուկ են մարդկանց համար, ովքեր մեկ շաբաթ սպասել են մեր եթերին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ուրբաթ երեկոյան 10:00 կրկին Շանթի եթերում։